ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ։ Հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ, նոր տաքսիից իջա։ Գտնվում եմ այս պահին սիրելիներս Էջմիածին քաղաքում եւ եկեղեցու այս տարածքում պատտվում եմ, շուտ եմ եկել, հասել, ուստի ժամանակ ունեմ ձեզ հետ մի փոքր զրուցելու, ձեզ ասելու, որ այսօր հանդիպում եմ իմ սիրելի հետևորդների հետ, բոլորին հայտնի հետևորդների հետ, կարծում եմ նրանցից մեկը, որ հենց YouTube-ի ամենահայտնի, ամենաբարի, ինչպես իրեն անվանում են, խաղաղության դեսպանն է, բայց լանուն չեմ տալիս ձեզ, մյուսն էլ էլի ակտիվ, ամեն դեպքում իմ տեսանյութերը իրենք մշտապես նայողներն են և ժամանակ եմ գտել գալ և հանդիպել իրենց հենց Էջմիածնում ենք հանդիպելու, որովհետև իմ երկուսի բնակավայրերը մոտ են հենց Էջմիածնին, դες էլ արմավիրում եմ և միաժամանակ այստեղ կվայելենք, թե եկեղեցու այս տարածքը միգուցե մտնենք ներսել, բայց մենք տեղ ենք գնալու, հենց Էջմիածնում հայտնի Մաչանես տունն ենք գնալու, ուստի սիրելիներս կարծում եմ հետաքրքիր կլինի, ես նախորոք իրենց կհարցնեմ, եթե համաձայնեն տեսանյութում երևալ, անպայման իրենց կնկարեմ և դուք արդեն կտեսնեք, չնայած կարծում եմ հիմա եթե ուշադիր ինձ լսողներ կան, արդեն շատերը գուշակեցին, թե հատկապես նրանցից մեկը ով է։ Ինչև է սիրելիներս, շատ տաք շոկ է, տեսնում եք ես արդեն շատ թեթև եմ հագնվել, ահա այսպես անեմ, մերսումից հետո եմ եկել, մերսումները շարունակում եմ, որևէ անգամ չէր ստացում, հիմա լավ է, որ դուրս գալու տենց շատ տեղեր չունեմ գնալու, չնայած ամեն օր էլ տեսակ որ դուրս էի գալիս, շաբաթօրն էլ գնացի հորաքրոջս տեսա վերջապես, շատ երկար զրույց ունեցանք, դա առանձին ձեզ կպատմեմ, թե ոնց է ստացվել, որ ինքը իմ սիրելի Լալա հորաքույրը դարձել է իմ հորաքույրը, դա էլ մի շատ հետաքրքիր պատմություն ունի։ Ամեն դեպքում տհաճություն եմ զգում տրանսպորտից և թեկուզ տաքսիներից, երաժշտությունը շատ բարձր միացրած, նույնիսկ ծխում են, օրինակ այսօրվանը ծխում էր, չգիտեմ, ես էլ փորձում եմ դիտողություն չանել, բայց չեմ կարողանում, հատկապես Արմավիր Երևան այդ երթուղային տաքսիներում առաջին օրերը երաժշտություն չէին միացրում, հիմա թե տարբեր են չգիտեմ, բայց երաժշտություն շատ բարձր են միացնում, խանգարում են ու ծիծաղելով ինքս, որ իջնելու էի այդ տաքսիից մտքիս մեջ ասում են վայ Ֆրանսիա ջան, նման բան չկար էլի, կամ երաժշտություն դու չես լսում։ Մի խոսքով, չեմ կարծում էլի, որ շուտով կփոխվեն, երևի մի ամբողջ սերունդ կփոխվի, հետո նոր սերունդը կգա, ու այդ նոր սերունդը արդեն չափազանց, ինչ ասեմ, քաղաքավարի կլինեն, կիմանան, թե ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել։ Երևի իրենց թվում է, որ այդ բարձր երաժշտությունը միացնում են, ինձ լավություն են անում։ Միգուցե այդպես են միացնում, դե էլ երաժշտության որակի ու տեսակի մասին էլ եկեք չխոսեմ։ Մի խոսքով սիրելիներս սպուրակ է, շատ երկար տարիներ է, որ ես չեմ եղել Էջմիածնում, երևի վերջին անգամ դասարանից հետ եմ էքսկուրսիա եկել, իսկ դա հեռավոր 2000-ականների երևի սկիզբը, մինչև 10 թիվը կամ 10 թվին, ամենավերջինը, երևի հենց այդ տարին եմ եկել և իմ աչքին փոփոխված բաներ շատ կան, հիմա այս կողմով շրջում եմ և նույնիսկ փոքրիկ ջրավազան եմ տեսնում, մի խոսքով հետաքրքիր է, պուրակ, այս պուրակով երևի չեմ քայլ է, կենտրոնական են, մյուս մասն եմ անցել, ամեն դեպքում հաճելի է, որ վլոգը վարում եմ, ձեզ հետ միասին շրջում քայլում եմ, դե սիրելիներս այս պահի համար այսքանը, կարևորը եղանակը շատ հաճելի է, տրամադրող է, տրամադրությունս բարձր է, հանդիպենք իրար, տեսնենք, խոսենք, զրուցենք, մի խոսքով, սպասում եմ սրտատրոփ։ Վերջին անգամ, որ այստեղ եմ եղել, շինարարական աշխատանքներ էին գնում, հիշեցի, և տեղեր կար, որ չէինք կարողանում գնալ, ահա այս էլ այդ ջրավազաններ, որ խոսում էի,
շատ պայծառ արև է, մի քիչ խանգարում է, ներող կլինի։ Համ երկրացուց գտա ժողովուրդ ջան, Անաստաս Միկոյանի արձանն է, արդեն չեմ հիշում, այսպես անեմ չգիտեմ լավ է երևում, միգուցե արևը խանգարում է կողքից, բայց դեստեղ էլ շատ թափած է, լավ, հետ գնամ, ինչ երևաց, այստեղ էլ հետաքրքիր քանդակներ են, իրոք շատ քանդակներ տեսա, ինձ թվում է սրանք հերոսներն են, ֆիդայիներ են և 3 հոգի էին, ըստ երևույթին սա էլ արդեն գործող եկեղեցի է, հաջորդ անգամ հատուկ այստեղ եմ գալու և լավ ուսումնասիրելու եմ, ոչինչ որ նկարեմ, Եվ որ ասում եմ պաշարում ես նկարի։ Այո, նկարեմ, դու չես ուզում։ Ես։ Շրջին ես։ Նկարեմ ես, բանեմ ես։ Այդ դու ես բանը քեզ եմ։ Դե ես դու չես ուզում։ Ահա և Մաչանենց տունը մշակութային, զբոսաշրջային և սոցիալական կենտրոն է, որը գտնվում է Էջմիածին քաղաքում և ստեղծվել է Մաչանենց կենտրոնի կողմից։ Զարե Մաչանենց Թորոսյանը ստեղծել է այդ կենտրոնը, որի նպատակն է պահպանել հայկական մշակույթը, ավանդույթները, ինչու չէ նաև խոհանոցը, և այստեղ բացի այն, որ մենք տեսնում ենք զուտ հայկական կոլորիտային տեսարաններ, կարող էինք նաև համտեսել ազգային ուտեստներ, որ ցավոք փակ էր, և հետաքրքիր նաև, որ այստեղ նաև ուսուցանում են խեցեգործություն, արհեստներ, նկարչություն և շատ հետաքրքիր միջավայր է դեռահասների զարգացման համար։ Պաշտոնական տվյալներով այս կենտրոնը գործում է 2010 թվականից և հիմնական նպատակն է միավորել այդ ամենը, որպեսզի պահպանվեն մեր ազգային արժեքները և կարելի է ասել, որ այն հաջողվել է։ Այստեղ մենք տեսանք շատ հետաքրքիր Կահ-Կարասի հին ժամանակներից պահպանված ինչպես են ցորենը աղացել, նման մանրունքներ, ինչպես են կարագ ստացել, հարել և շատ փոքրիկ քանդակներ, որոնք նաև հիշեցնում են մեր պատմությունը, տարբեր սրահներ կան, այստեղ գալիս են նաև ուսուցանելու շատ փոքրիկներ, ուրեմն շեշտում եմ, որ այն ուսուցողական կենտրոն է համարվում նաև, իսկ զբոսաշրջիկների համար շատ գեղեցիկ միջավայր է ծանոթանալու հայկական մշակույթին, այստեղ կա նաև հյուրատուն, հենց զբոսաշրջիկների համար, հիմնականում տարբեր սրահներ են և ամեն քայլափոխի մենք կարող ենք հանդիպել հայկական մշակույթին, առաջ եմ շարժվում, քանդակները և ամեն ինչը հիշեցնում է, սրանք էլ հուշանվերների բաժինն են, գորգերն են, գորգագործություն, սրանք գործիքներն են, թե հողագործության հետ կապված, թե փայտագործության հետ կապված, ամեն մի սրահ յուրօրինակ է, տարբերվող է, բացի դրանից, որ ներկայացում է նաև արվեստը նույնպես, դե խոհանոցի մասին ասեցի, մեզ շատ հետաքրքրեց այն անկյունում, տեսեք ինչ ենք տեսել, մեր հին ժամանակների հարսանիքից մի պատկեր է, հիմա կմոտենանք և կնկարվենք այնտեղ նույնպես, նայեք ժողովուրդ ջան, հիմա մոտենում եմ և ամենուր մեզ գեղեցիկ տեսարաններ են դիմանում, ապա տեսեք երջանկություն նոր ապսակներին, ովքեր են այսպես ամուսնացել, գորգերի վրա բամբակով գրում էինք, տեսեք մանրանկարչություն հիշեցնող պատկերներ, կարճ ասած այն ամենը, ինչ հիշեցնում է մեր պատմությունը
Ես հիացած եմ այս կենտրոնի կատարած այս մեծ աշխատանքով, որ իրենք ստեղծել են հենց Մաչանենց տունը եւ որն էլ կապող օղակ է հանդիսանում։ Շատ զբոսաշրջիկներ են այստեղ գալիս, շատ դասարաններ ուսուցիչները բերում են եւ այստեղ երեխաները խեցեգործություն են սովորում եւ մրգերը եւ գյուղատնտեսական որոշ աշխատանքներ, անկյուններ կային։ Մի խոսքով, սիրելի հետևորդներ, հրաշք տեղ է, կարող եք այցելել, եթե գտնվում եք Հայաստանում, ահա խեցեգործության այս բաժինն է, եւ դասարաններ, եւ աշխատանքներ, կարող եք գնել նույնպես, ժամանակ անցկացնել այս փոքրիկ պարտեզների որևէ անկյունում, ամենուր դրված են նստարաններ, ինչու՞ չէ նաեւ վերնահարկում կան սրճարաններ բացօթյա վայելելու։ Տեսեք ինչ հետաքրքիր քանդակներ են, շատ հետաքրքիր են եւ սիրով իրենք սովորեցնում են փոքրիկներին, թոնիրը կար, մի խոսքով ինչը որ հայկական է, այստեղ ամեն ինչ ներկայացված է, կահ-կարասին, կճուճները, ահա, խնոցին կարակ հարելու, շատ տպավորիչ հյուրատուն է, շատ հետաքրքիր կենտրոն է եւ աշխատողներն շատ բարի էին, մոտենում էին ինչով կարող ենք օգնել ձեզ, բայց ահա լվացարանը տեսակ ես հիշեցի, որ գյուղում այդպիսի լվացարան էի տեսել։ Լավ գեղագիտական հաճույք ստանալուց հետո եկանք Բուխարի, գտնվում է քաղաքի կենտրոնում, տեսեք ինչքան մաքուր են մայթերը, փողոցները, ինչքան լուսավոր են եւ որտեղ է գտնվում այս Բուխարին։ Այստեղ գովում են, թե ուտեստները շատ համեղ են, կփորձենք եւ մեր կարծիքը կասենք, ահա այն սրահը եւ ահա այս հատվածը, որտեղ մենք նստեցինք ու պատվիրել ենք, տեսեք ինչ էր, հունական աղցան, կեսար աղցան, քաբաբներ ենք պատվիրել, սունկ ենք պատվիրել, մի խոսքով ողջույններս։ Ժողովուրդ ջան, Տիկին Ռոզայի հետ եմ։ Շատ հիանալի ժամանակ անցկացրեցինք, մանրամասը կպատմեմ, բայց հիմա ուզում եմ մեր սիրելի Տիկին Ռոզային մի քանի հարց ուղղել, երևի այսպես ասեմ, կամ ուղղակի իր բարեմաղթանք ասի, քանի որ ինքը հայտնի է YouTube-ում որպես բարի կամքի խաղաղության դեսպան։ Շատերն են այդպես ասում եւ շատ բարի, լավ անձնավորություն է, բոլորը գիտեն, էլի կարճ ասած։ Դե Տիկին Ռոզա, խնդրում եմ ձեր հետևորդներին կամ ինչ որ խոսք ունեք կարող եք ասել։ Ես ենք ասեմ, որ դուք ինձ են լավ գիտեք Ասիային, դուք ինձ լավ ծանոթ եք, շատ գոհ եմ, զգացված եմ իր այս նիստուկացից, շատ լավներ ինքը, ձեզ տեսնեմ մշտական Լուիզա ջան, հատկապես ուտես, որ Տիկին Ռոզայի, այո, ասել էր, քեզ են հատուկ բարև, հատուկ հետևորդներին հատուկ պաչիկներ ու օթային համբույրներ, ինչ ասեմ, ամենալավն ու բարին ձեզ կդիտեք, կտեսնեք, նկարած կլի, էլի, ինչ ասեմ, երկար բարակ։ Ծովինարն էլ աման չմագա, արի ծովինար, արի։ Իմ ծովինարը սավետ լավ է ասում։ Այս էլ ծովինարը, ժողովուրդ ջան։ Ջերմ բարևներս բոլոր հետևորդներին, բաժանորդներին, շատ հաճելի օր անցկացրեցինք Ասիայի հետ, շատ լավ, բարեհամբույր, ամեն ինչը նորմալ, տեղը նույնն է ինչ որ տեսանյութերում։ Ավելի լավ է բնական, քան YouTube-ով որ տեսնում են։ Բա ժողովուրդ ջան, տեսեք։ Արի ակտիվացեք։ Արի մոտիկ նա երեքով անմահանանք։ Դե ձեզ տեսնեմ ավելի ակտիվացեք։ Ահա ժողովուրդ ջան, Շատ լավ է, իրոք։ Շատ լավ է, շատ հաճելի օր անցկացրեցինք։ եղավ, ես հետո մանրամասը կպատմեմ։ Բարի երեկո սիրելի հետևորդներ, արդեն տանն եմ եւ որոշեցի միանալ ձեզ, ամփոփել այսօրը, թե ինչ հիանալի անցավ իմ օրը մեր սիրելի Ռոզայի եւ Ծովինարի հետ, կարծում եմ շատերդ արդեն տեսնելով իրենց ճանաչեցիք, եթե ոչ դեմքով, ապա գոնե գրած մեկնաբանություններով, նման անուններով մարդիկ կարող են հանդիպել տարբեր տեսանյութերի տակ, ոչ միայն իմ
տեսանյութերի, այլև ցանկացած վլոգերի, որովհետև երկուսն էլ շատ ուշադիր մարդիկ են եւ մշտապես դրական, հաճելի մեկնաբանություններ են գրում։ Ինձ դուր եկավ նրանց հատկապես այն անմիջական վերաբերմունքը, կարծես թե 1000 տարի ճանաչելիս լինենք։ Իհարկե, իրենք դե ինձ տեսնում են, ինչպես դուք եք ինձ տեսնում, չէ՞։ Բայց ես որևէ մեկին չեմ տեսնում եւ մեկնաբանությունները գրելով այդպես ճանաչում ենք մարդկանց։ Ինչևէ, սիրելիներս, լավ չստացվեց, որ երկուշաբթի օրը այդ Մաչանես տունը, որտեղ որ պիտի մենք նստեինք, ուտեինք եւ սրճեինք, փակ էր։ Փաստորեն տեղեկացված եղեք, որ երկուշաբթի օրը Մաչանեստան այդ ռեստորանային կամ սրճարանային պահերը չկան։ Եթե որոշել եք այնտեղ ճաշել կամ սրճել, ուրեմն երկուշաբթի օրը փակ է։ Մի գնացեք այդ օրը, գնացեք ուրիշ օր։ Հետաքրքիր թանգարան էր, ես չէի եղել, լսել էի, բայց մենք գնացինք ուրիշ տեղ, դուք արդեն տեսաք, իսկ մինչ գնալը մենք լավ ուսումնասիրեցինք այդտեղ, ամեն ինչ նայեցինք, նկարվեցինք, հիացանք, շատ հետաքրքիր, հանգստի անկյուն էր։ Կարելի է գնալ ինչպես նաև երեխաների հետ։ Այնպես որ սիրելիներս, ես տեսանյութի սկզբում շեշտեցի, որ երկար տարիներ չի եղել Էջմիածնում եւ չի եղելը դա նշանակում է, որ էքսկուրսիա էի գնացել, եկեղեցիներն էին գնացել տեսնելու, իսկ քաղաքի մեջ այդպես ես երբեք չէի էլ քայլել։ Բայց լավ էր հրապարակը, տեսա բավականին ինչ որ շատ քանդակներ հանդիպես, դե ոտքով մոտ էր իհարկե քայլելով գնացինք, որից հետո էլ արդեն այդ Մաչանաստանից նորից ոտքով այնտեղ ասեցինք, որ ուզում ենք որևէ սրճարան կամ ինչ որ ռեստորան ճաշելու, սրճելու, մեզ ուղարկեցին այդ տեղը, որը կարելի է ասել արագ սննդի կետ կարելի էր ասել, որովհետև նախ շատ արագ էին պատրաստում եւ երկրորդ ինձ թվում էր, որ շրջակա միջավայրից մարդիկ գալիս էին այդ Բուխարիում սնվելու։ Շատ մարդիկ եկան, մաքրությունը արտակարգ էր, տեղը տեղին արված էր ամեն ինչ, շատ հետաքրքիր անբռնազբոս զրույց ստացվեց, տարբեր թեմաներից զրուցեցինք եւ կարծիքներով գրեթե միշտ համակարծիք էինք իրար։ Շատ հետաքրքիր բաներ պատմեցին, ինչպես նաև ես, մի խոսքով սիրելիներս, շատ արագ անցավ մեր ժամանակը եւ շատ աննկատ, եւ այսպես հրաժեշտ տվեցինք իմ սիրելի հետևորդներին, Հանձինս Ռոզայի եւ Ծովինարի, իսկ ովքեր ինձ գրել էին եւ չկարողացան նրանց հետ հանդիպել, ներող կլինեք սիրելիներս, հաջորդ անգամ էլ ձեզ հետ կծանոթանամ։ Եվ այսպես ուզում եմ այս փոքրիկ տեսանյութը ավարտել, համոզված եմ, որ ձեզ դուր կգա եւ շատերը կռահած կլինեին, թե ես ում հետ էի հանդիպելու, սկզբում ասեցի, չէ՞։ Դե իմ սիրելիներս, արդեն ժամանակն է, որ ձեզ հրաժեշտ տամ եւ փորձեմ այս անգամ հրաժեշտս ավարտել մի փոքրիկ բանաստեղծությամբ, նվիրում եմ Ծովինարին, քանի որ Ծովինարը շատ է սիրում ասմունք։ Ծովինար ջան, քեզ նվիրում եմ իմ առաջին գրած բանաստեղծությունը, որ ես հորինել եմ շատ փոքր հասակում, դպրոցական երևի առաջինից 3-րդ դասարանում եմ գրել եւ մոտս արդեն իմ տետրերն են, որոնք պիտի տանեմ ես այս անգամ Ֆրանսիա։ Ուրեմն կարդում եմ, չգիտեմ ինչպես է, բայց չգիտես ինչու հենց սա եմ ուզում քեզ նվիրել։ Երբ մեծացա, երբ մեծացա, հասուն մարդ դարձա, ես դեռ չեմ զգում ինչպես եմ փոխվում։ Երեկ փոքրիկ էի ես, մայրիկիս ձեռքը սեղմել էի ես, սրտի թրթիրով սպասում էի քեզ իմ ուսուցիչ, իմ մայր սիրելի։ Իսկ այսօր հանկարծ հրաժեշտ եմ տալիս, քեզ իմ ուսուցիչ, իմ մայր սիրելի։ Տետրերը ստանում եմ, շատ լավ բաներ է սպասվում Ֆրանսիայում, պիտի նայեմ, հլը լիքը բաներ կա ձեզ ասելու, ալբոմներս, նկարներս, մի խոսքով լիքը խառը գործերի մեջ եմ, պիտի բոլորը լավ նայեմ ու այս անգամ վերջնականապես շատ բաներ տանեմ
Ֆրանսիա։ Դե ինչ սիրելիներս, այսքանով ավարտում եմ այս փոքրիկ տեսանյութը։ Վաղը արդեն ուրիշ պլաններ ունեմ, վաղը Երևան ենք գնալու եւ շատ հետաքրքիր միջոցառման ենք մասնակցելու։ Կարծում եմ վաղը կվերջացնեմ արդեն ատամի գործը եւ մի քիչ ազատ շունչ կքաշեմ, մի քիչ կհանգստանամ։ Դե այսքանը, էլ ինչ ասեմ, բոլորիդ լավ մնացեք, կհանդիպենք նույն տեղում, ճիշտ նույն ժամին։ Ահա եւ իմ ծաղկ էփունջը, տեսեք ինչքան գեղեցիկ է։ Շնորհակալություն նվիրողներին։